ողջունում եմ բոլորիդ։ Ինչպես եւ խոստացել էինք, Զոնտիկ Անձրևանոց ֆիլմի ցուցադրության հերթական ցուցադրության ընթരാճ կապ ենք հաստատում մեր հրաշալի ընկերոջ արտիստի Սոս Ջանիբեկյանի հետ, ով մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը Ֆելիքսին եւ իր զբաղված առօրյայում նա ժամանակ գտավ միանալու մեր ռադիոլսողներին։ Հարգելի Սոս, ողջունում եմ ձեզ։ Սիրով Ռաֆայել ջան, ողջույն։ Շատ հաճելի է միանալ։ Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք։ Մեր ռադիոլսողների շատերը հենց ձեզնից էին ուզում լսել ֆիլմի ցուցադրության ընթരാճ մի փոքր կերպարների բացահայտման մասին, ֆիլմի պատմության մասին եւ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ունենք։ Եվ այսպես Զոնտիկ Անձրևանոց փաստորեն ֆիլմ իրական պատմության վրա։ Ես երբ որ առաջին անգամ ցուցադրության ներկա էի, առաջին հարցը, որ տանջում էր ինձ sense ասած, ոնց կարող էր էլի այդ սովետական ժամանակաշրջանում երկու երիտասարդ մարդիկ մեկը մեկի հետ համակարծիք լինելով հանկարծ այդպիսի հանդուգն քայլ անեն, որ մեկը մեկին չէր կանխարգելում, այսինքն երկուսով հանդուգն այդ քայլին գնացին։ Ըստ ձեզ դուք ունեք այդ հարցի պատասխանը, ոնց դա եղավ։ Դե իմ կերպարի Ֆելիքսի ներքին մտորումների ու հարցի պատասխանը այն ինչ ես գտել եմ ու նաև ծանոթացել եմ պատմությանը, իրական դեպքերին, իրական պատմությանը, իրական իր մտորումներին ու ցանկություններին, ամենամեծ շարժառիթը կարծում եմ նա, որ ինքը այդ արարքով, այդ այսպես ասած հանցանքով փորձել է բարելավել արդեն իր երեխայի որդուն պարգևել բարեկեցիկ կյանք եւ նաեւ ինքը քանի որ եղել է գիմնաստ կարելի է ասել այդ իր լավագույն ելույթն է եղել Հետարքիր է ասած ելույթ ամեն դեպքում հետևանքների մասին մտածում էին չէ ինչ կարող է լինել ամեն դեպքում այդ ինչ էր ծնողական բնազդի ձեր ասած հա դրթումներ որ կապչունի ինչ կլինի իմ հետ փակ ամենամեծ շարժառիթը հետ էր որովհետև ես գիտեմ շատ աղքատության մեջ են իրենք ապրել ու անընդհատ գումարի խնդիր է եղել ու քանի որ որդուն շատ է սիրել, կնոջը շատ է սիրել իր հարազատների համար գնացել է այդ քայլին, որ նրանց այս նյութական աշխարհում կարողանա բարեկեցիկ կյանք նվիրել։ Այս պատմությունը տասնամյակների, ճանապարհ է անցել, վստահ եմ, որ դուք տիրապետել եք ինֆորմացիային, լսած եղել եք տարիներ առաջ։ Մանկությունից, օքեյ, ավելի լավ։ Մանկությունից նույնիսկ որ պատմում էին մեզ, արդեն տենց ոնց որ Բեթմենի կամ Iron Man-ի մասին պատմեին, որովհետև այն ինչ ինքն արել իսկապես սուպեր հերոսի կարողություններ ու հմտություններ։ Ինքը 4 մետր ցածկել է մի շենքից մյուս շենք, 33 սանտիմետր անցքով անցել է ու այդ ամբողջ գումարով նորից եթա բարձրացել։ Խոսքով անհավանական բաներ է։ Այդ անհավանական պատումները, երբ որ դուք լսել եք տարիներ անց, ոնց որ ասեք մանկությունից, այն ժամանակ ինչ էիք մտածում ու հիմա երբ որ արդեն դուք գլխավոր հերոսներից մեկի մարմնավորողն էիք, այ հիմա այդ զգացմունքները փոփոխվել են, թե մեծ հաշվով նույնն են մնացել։ Դե այդ զգացմունքները մանկական պատանի դեռահաս տարիքում շատ հերոսական ու տենց անհավանական սուպեր հերոսի արարքներ էր ու այդ իհարկե չփոխվեց, որովհետև նկարահանման ընթացքում երբ որ մենք այդ ամեն ինչը նորից ստեղծում էինք, իրականացնում էինք ամեն ինչ ոնց եղել է հնարավորինս, մենք անverջ մի իրականության առաջ ենք կանգնում, որ սա անհավանական է, սա անհնար է ուղղակի, ոնց կարող է մարդ 33 սանտիմետր անցքով անցնել, կարող է մարդ 4, ոնց կարող է մարդ այդքան այդտեղ մնա ու այդքան փորի այդ ամեն ինչ անի։ Մի խոսքով իսկապես շատ գերբնական ինչ որ հատկություններ, հմտություններ ու ուժ ներքին պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամեն ինչը ձեռնարկես։ Ամեն դեպքում դուք դեր համար պատասխանը չգտաք։ Մնում է միֆերի շարքում ոնց է սա հնարավոր, այդ ոնց-ը չկա պատասխան փաստորեն։ Չկա։ Ինչքան ես որքանով տեղյակ եմ, այդպես էլ հենց մասնագետների կողմից էլ է մնացել որպես անհավանական պատմություն։ Ասում են ինչ որ հզոր մարզիկներ, ուրիշ մարզիկներ են բերել, որ փորձել կրկնօրինակ են, չէ՞, այդ անսկողներն իբր չեն կարողացել։ Ես ժամանակին մի հոդված էի նաև ընթերցել, էլի որքանով ճիշտ, որքանով սուտ է, արդեն չեմ կարող ասել, որ իբր նաև կային այսպես ասած սերի կարդինալներ, ովքեր թաքնված էին այս պատմության հետևում։ Ըստ ձեզ կար արդյոք պատվերի միտումը տեղ, այսինքն շատ հզոր խաղացողների կողմից, որ Ես կարծում եմ, որ ոչ, կամ ես ռոմանտիզացնում եմ եւ
ֆիլմի ազդեցությունն է անմիջական ինձ վրա այդ հետքը թողել, բայց կարծում եմ, որ ոչ, դա երկու լավ ապրելու տարբեր մարդկային հատկությունների դրսևորումների, տարբեր կերպարների, տարբեր աշխարհայց ունեցող երկու եղբոր, ոչ հարազատ եղբոր, բայց եղբայրներ են, արյունակիցներ էին։ Երազանք է եղել ու հենց այդ քաղցրությունը ուզում եմ հենց այդպես էլ մնա, էլի չեմ ուզում ավելի մեծ, ավելի մասշտաբային ինչ-որ ավելի բարձր օղակներում ստեղծված նախագծված դեպք լինի, այլ հենց տենց երկու շատ բարձ հասարակ տղայի արարք եմ ուզում, որ հենց այդպես էլ մնա։ Ամեն ֆիլմ ունի ասելիք, վստահ եմ, եւ քանի որ ռոմանտիզմից խոսք եղավ, այդ ասում եմ ռոմանտիզացնենք ամեն ինչ, ըստ էս ֆիլմի հիմնական մեսեջը, ֆիլմի հիմնական ասելիքը ո՞րն է, ինչ է տալիս դա դիտողին։ Ֆիլմի ասելիքը դե ինքը քանի որ հանցագործության մասին է, գողության մասին է, տենց ուղերձ եւ ուղիղ ասելիք շատ դժվար է իր մեջ փնտրել, որովհետեւ ինքնին արդեն բովանդակությունը հանցանքի մասին է, բայց այն ինչ ես եմ փորձել ասելիքով կերպարով ասել, որ ի վերջո կարանք ասենք, որ մարդկային այդ զգացմունքների ներկապնակն է ներկայացվել, տանջանքը, մտորումը։ Եվ դա որ հանցագործների մեջ էլ կան հրաշք մարդիկ, որ ստիպված կյանքի ինչ որ բերումով, ինչ որ հանգամանքների դասավորվածության, ինչ որ պատճառը հետևանքային կապով իրանք հանցանք են գործել, բայց իրանք իսկապես շատ լավ խղճով, շատ տոկուն գիտակցությամբ եւ շատ բարի սրտով մարդիկ կարող են լինել հենց հանցագործները։ Եվ ամփոփելով մեր զրույցը, հարգելի սոս, Լոս Անջելեսում ֆիլմի ցուցադրությունն է նախատեսված հերթական անգամ HBO թատրոնում։ Ինչ կասեք մեր Լոս Անջելեսի հեռուստադիտողներին, ռադիոլսողներին ու կնդիրներին։ Դե շատ խիզախորեն կասեմ, այդ հարցերում միշտ ես այդքան խիզախ չեմ լինում, կարող եմ հիմա վստահ եւ խիզախորեն ասել, որ օրինակ տեսնեք, որակյալ ֆիլմ կտեսնեք։ Շատ բարի։ Շնորհակալ եմ կապ հաստատելու համար, Ագլիսոս, ես լավ օր ստեղծագործական նոր հաջողություն։ Սպասում ենք Լոս Անջելեսում, բարով գաք։ Շնորհակալ եմ։ Անցյալ եւ այս տարի արդեն բավականին շատ եկել եմ գործով, եւ այս տարի էլ դեռ պլաններում կան, ոսով մեր ամերիկահայ բնակչության հետ դեռ հանդիպելու առիթներ կլինեն։ Վախենում եմ թիվ ասել, բայց երևի 8 տարի առաջ ենք Լոս Անջելեսում հանդիպել վերջի անգամ։ Երևի։ Ճիշտ է։ Երևի։ Ձեզ լավ օր, շնորհակալ եմ։ Ձեզ էլ Ռաֆայել ջան, լավ մնացեք։ Սոս Ջանիբեկյանի հետ էինք զրուցում, հիշեցնեմ եւս մեկ անգամ Զոնտիկ անձրևանոց ֆիլմի արտական ցուցադրությունը HBO թատրոնում ամսի 5-ին, իսկ տոմսերի համար armticket.com կայք այցելեք։ Ցտեսություն։